Հայր ջան, բարև ձեզ։ Այսօր 2025 թվականի հոկտեմբերի 19-ն է, բայց այս վիդեոն դուք նայելու եք ամսի 20-ի առավոտվանից։ Հիմա մենք ուղևորվում ենք մեր քանդակագործի արվեստանոց, որտեղ ի շնորհիվ յուրաքանչյուրի, ով ցուցաբերեց իր դրամական աջակցությունը, սկսել ենք Հիսուսի արձանի վերականգնման այդ գլխի հատվածը, որը բոլորդ գիտեք, որ երկրորդ անգամ արդեն կոտրվել ու առաջի անգամ երբ կոտրվեց շատ արագ վերականգնվել է, այս երկրորդ անգամ երբ կոտրվեց արդեն մի քանի տարի է այդ վիճակով է ու ի շնորհիվ մեր Հայկի, ով նկատեց բարձրաձայնեց, Հայկ բարև ձեզ։ Մենք էլ կպանք ես գործին կոպիտ ասած ու գտնվեց թե քանդակագործը, թե ձեր մեջից աջակիցները, ովքեր ֆինանսապես աջակցեցին ու աշխատանքները արդեն սկսված են, քիչ հետո կհասնենք արվեստանոց, ինքներդ կտեսնեք նախնական վիճակը արձանի, բայց հիմիկվանից եմ զգուշացնում, որ սա դեռ նախնականն է, որովհետև դա ծառայելու է որպես էսկիզ, որպես մակետ, որի հիման վրա շատ ու շատ բաներ սկսած հայացքից, վերջացած մազերով, դիմագծերով եւ այլն փոփոխվելու է ու արդեն հանձնվի սարքվի քարի վրա։ Հայր ջան, ես եւս մեկ անգամ պետքա կոչով դիմեմ բոլորիդ, որպեսզի շարունակեք ձեր ֆինանսավորումը այս գործի, որովհետեւ հավաքվում է ու տենց էլ են, որ հələ նոր հասել ենք կեսից մի քիչ ավելին չի լրացել դեռ։ Դրա համար կխնդրեմ բոլորդ, ով ինչքանով ու ոնց կարողանում է, հաշվի համարները կլնեն հենց այս վիդեոյինքից, կողքից կարաք նայեք ու ում որ տարբերակով հարմար է, շարունակեք ձեր ֆինանսական աջակցությունը։ Ինչի համար նորից եմ ասում, յուրաքանչյուր մասնակցին հայտնում եմ մեծագույն շնորհակալություն, որովհետև առանց ձեզ այս արձանը վերականգնել թերևս հիմա չէինք կարողանա։ Դրա համար շնորհակալ ենք բոլորիդ ու կխնդրեմ ակտիվությամբ շարունակել աջակցությունը։ Նոյեմբեր ամսվա մինչև վերջը կարծում եմ արդեն լիարժեք պատրաստ տեղադրված ամեն ինչ վերականգնված բոլորդ կտեսնեք։ Մենք հեսա մի քիչ հետո կհասնենք արվեստանոց ու ընդեղից արդեն արձանի նախնական, այսինքն արձանի չէ, գլխի նախնական այդ կառուցվածքը, քանդակը, ամեն ինչը կտեսնեք, արվեստագետն էլ քանդակագործը ինքը ձեզ ինչ պետք է մանրամասը կասի։ Ամսի 20-ին մենք հիմա մեր քանդակագործի Ավետիսի արվեստանոցում ենք, անկեղծ կասեմ, մի քիչ բանով էի գալի, ասի տենամ դե ես որպես արվեստագետ իմ աչքն էլ իր բզիկներն ունի էլի, ու մտածում էի տենանք հենց ի սկզբանե հավանենք Հիսուսի քանդակի վերանորոգման այդ մասը գլխի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես տեսա ու ես հասկացա, որ մենք ճիշտ մասնագետի ենք դիմել, հիմա ինքն էլ մանրակրկիտ ամեն ինչ կբացատրի, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ոնց որ յուրաքանչյուր արվեստագետ, տենց էլ Ավետիսը շատ դժվար է գործը նախնական ընթացքում ցույց տալ, բացատրել, որովհետև կիսատ է, որովհետև շատ բան դեռ անհասկանալի է եւ այլն, բայց ամեն դեպքում Ավետիսը համաձայնվեց, ձեզ մանրամասը կբացատրի, ես հիմա այսենց ուղղակի ցույց կտամ այս նախնական վիճակը, բայց դեռ հայացքա փոխվելու, դեռ ահագին բան է փոխվելու, ու սա հենց այն մարմինը չի, այն հատվածը չի, որ պետքա դրվի արձանի վրա, սա նախնական միասին, որ ամեն մանրուք մշակելուց հետո նոր կանցնենք քարի գործին։ Հիմա մանրակրկիտ կնայեք, Ավետիսն էլ կբացատրի բոլորիդ, որ ավելի պարզ դառնա, ինչից հետո ինչ է լինելու, ինչ ենք անում, հետո ինչու ոնց մի խոսքով ամեն ինչ մանրամասը կասի, ըստ նախնական հաշվարկների էլ, քանի որ այս վիդեոն նայելու եք հոկտեմբերի 20-ին, պլյուս մինուս 5 օր 10 օր, մի ամսից արդեն լրիվ վերականգնված, գլուխը արձանի վրա դրված, բոլորդ կտեսնեք։ Ես հիմա անջատ եմ ու նորից կմիացնեմ, արդեն Ավետիսը ամեն ինչ կբացատրի։ Այստեղ դեռ աշխատանքը կիսատ է, ծեծված վիճակ է, ուղղակի ինձ ձեր կարծիքները, առաջի հայացքը, որպես առաջի դիտող դուք դիտեցիք, աշխատանքը ընթացքի մեջ է դեռ, պետք է արվի, ավարտվի։
Դրանից հետո արդեն ավարտելուց հետո կձուլենք գիպսից արդեն կտեղափոխենք քարի վրա եւ վերջնական արդեն 1-2 օր էլ կաշխատենք քարի վրա արդեն տեղում, իր մարմնի հետ հարմարացնելու այդ հատվածը հանգույցը եւ արդեն մոտ ժամանակներում կունենանք ամբողջական ոնց որ վերականգնված քանդակը։ Ավետիս ջան, գիտես ինչ ասա, որ հիմա սա կավը, չէ՞։ Այո, կավը, դե պետք է ավարտվի եւ արդեն ֆորմա հանվի։ Ինչին է ծառայելու, հետո ինչ։ Կավը դե կավից է քանդակվում, հետո կավից հետո տեղափոխում ենք արդեն ֆորմայը հանվում, լցվում է գիպսից հետո հատուկ քանդակագործական գործիքներով, պունկցիա կոչվում, տեղափոխում ենք արդեն տաշվածքը քարի վրա։ Այսինքն սա ծառայում է որպես Սա մոդելն է, որից արդեն տաշվում է քարը, օրիգինալ մոդելն է։ Մի խոսքով սա դեռ վերջնական չի, Չէ, դեռ փոխվելու է նախնական ուղղակի ծեփված, այսպես տեսնելու համար մեր։ Հայր ջան, ընդհանուր հնարավորինս տերմինաբանությունից դուրս ավետիսը բացատրեց, որպեսզի բոլորին ավելի պարզ ու հասկանալի լինի, հիմա ինչ տեսնում եք, սա այո հիմքն է, ընդհանուր դեմքի ձևը, այս ոնց տեսնում եք տենց է լինելու, բնականաբար մանրուքները արդեն քարի վրա աշխատելուց շատ ու շատ բան փոխվելու է, եթե մոտիկից նայեք, այսինքն կհասկանաք, որ դեռ ահագին բան կա անելու ու սա որպես հիմք, որպես նախագիծ, ոնց ավելի ճիշտ բառով կլինի ասա, էսկիզ, երևի հիմնական այս ոճի, այս ձևի մեջ է լինելու, բայց ես ինքս ավետիսն էլ համաձայն եմ, որ այն ժողովրդական լեզվով ասած էլի ավելի խոսուն, ավելի կյանքով լի, ավելի սիմպաթիայով լի ու սենց ու նաև ուզում եմ անպայման Եվս մեկ անգամ բոլոր այն մարդկանց, ովքեր առիթը բաց չեն թողնում ասելու, որ Աստված կենդանի է, կուրքապաշտ մի դարեք եւ այլն, ժողովուրդ, սա զուտ խորհրդանիշ է, սա զուտ արվեստի գործ է։ Ոչ մեկ պարտավոր չի կամ ոչ սա չի արվում, որ անպայման գաք, խոնարհվեք ու այսինքն ով ոնց կցանկանա, բայց խնդրում եմ այդ ուղումները, այդ մտքերը, որ գրում եք, բոլորս դա գիտենք, այո, Աստված ապրում է մեր սրտում։ Սա խորհրդանիշ է, որպես Կովկասում առաջին Հիսուսի արձան, որը տեղադրվել է, ճշտեցինք արդեն 2000 թվականին, ու 2 անգամ գլուխը կոտրվել է, երկրորդ անգամ կոտրելուց հետո ահագին քանի տարի է տենց մնում է, որոշել ենք միասին նորից վերականգնենք ու այս դեռ արդյունքը չի, սկիզբն է ու նորից եմ կրկնում սա, այո, բոլորը ճիշտ եք, սա ընդամենը քար է լինելու, սա ընդամենը խորհրդանիշ է լինելու, պետք չի տես ծանր տանել ու պետք չի ընդունել, որ սա անպայման արվում է որպես բան, եկեք քարը պաշտեք, այն որ ուղղակի այսքան ասում եմ ավելորդ անգամ չգրեք այդքան էլի, իսկ մյուս բոլոր այն մարդիկ էլ ովքեր հասկանում են սա ինչ է, ինչի համար է, ոնց են կանում, ինչի համար են կանում, ովքեր աջակցեցին, ովքեր հիմա դեռ կաջակցեն, չգիտեմ, ցանկության դեպքում կարող եք միանալ այն բոլորին, ովքեր մեզ հիմա աջակցում են այս արձանը վերականգնելու հարցում, ինչ ասեմ, մինչև մի ամիս արդյունքներն էլ կտեսնեք, սա ես իմ փայ իմ անունից, մեր Հայկի անունից, ավետիսն էլ իր կողմի բոլորս ուղղակի պարտք համարեցինք, որ այս վիճակով չթողնվի։ Ու կարծում եմ մենակ աննորմալ մարդը կմտածի, որ այն ինչ անում ենք դա աննորմալ է, հենց սա է նորմալը։ Աննորմալ է, երբ սա վնասում են, աննորմալ է, երբ այս ամեն ինչին դեմ են։ Վերջիվերջո, եթե դեմ եք, դեմ եղեք Հայաստանում թայլատիզմին, ոչ թե Հիսուսի արձանին կամ մյուսի, ու ոչ մի արձան նորից եմ ասում, չի սարքվում նրա համար, որ գաք ու անպայման պաչեք, խոնարհվեք, չգիտեմ ինչ անեք։ Մի խոսքով հասել ենք այս этаպի, հայր ջան։ Իսկ թվում է դուք էլ կհավանեք, հաշվի առնելով, որ դեռ ահագին բան պետքա փոփոխվի։ Իմ սրտով է, չգիտեմ, ես գոհ եմ, կարծում եմ դուք եւս։ Արդյունքը հաստատ ավելի գոհացուցիչ կլինի, դրա համար որ ոնց միասին սկսել ենք, միասին էլ շարունակենք։ Այս պայդրությամբ այսքանը, լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։
Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։